Սա ապրելակերպը Հոլանդիայում, տեսեք մարդիկ դուրս են եկել քայլելու, իսկ ես այս կոմենտի երկրորդ սերիան եմ նկարահանում, հաջորդ սերիան կարող եք գնալ նայել սկիզբը, ասեմ հարգելիս մեկ բան, կորոնայից հետո, որ բոլորը տանը փակվեցին, երեխաները ունեցան ավելորդ քաշի խնդիր, եւ այդ իսկ պատճառով հանվեց օրենք, որպեսզի երեխաներին առանց ծնողների բոլոր ֆաստ-ֆուդ կենտրոններում չտրամադրեն ոչ մի տեսակ սնունդ, օրինակ միդլբարի բարձր գրուպաներում, որպեսզի գնան ու կարողանան վերցնեն, եւ երկրորդը, այստեղ 18 տարեկան միջև երեխաներին չի վաճառվում անգամ Red Bull, եւ ամենավերջի օրենքը, քանի որ սննդաբան եմ եւ այդ ամեն ինչի մեջ եմ, որ դպրոցների հայատներից հեռացվեց բոլոր այնպիսի կենտրոնները, ինչպիսիք են ֆրիզակերը, այսինքն որտեղ ֆաստ ֆուդներ էին տալի, հեռացվեցին եւ եթե հանկարծ որից է դպրոցում դա լինի արժեվ նման բան, լինելու է ստուգանք, այսինքն երեխու առողջությունը այստեղ այդքան կարևոր է եւ այդքան պաշտպանված է, եղեք ձեզ բոլորին լավոր եւ իմ հայրենիքում հայրենակիցներին ես միակ աղոթքս կլինի, որպեսզի նրանք եւս նման կարևոր օրենքներով լինեն պաշտպանված եւ այդ օրենքները իրապես գործի։ Իսկ ես գնացի վազելու դույ